Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գանա։ Կասեի գիտեք ինչ, վերև նայի, ժամանակ կգա, որ ամեն մեկս պետք է կանգնենք արդար դատավորի առաջ, պատասխան տալու մեր ապրած, արած ու չարած գործերի համար։ Հանդիպել եմ ես վերջերս, բայց ոչ մի բան չեմ ասել, որտեղ անիմաստ եմ գտնում։ Անիմաստ։ Մարդը կարող է հունից գա, այդ պահին թևերը օլորեն տանեն։ Ես չեմ ուզում դրանց հետ, բայց ես կասեմ ամեն ինչ Ալեն Սիմոնյանին էլ եմ ասել, այն ինչ անունը լիքն է ինստեղ։ Սաղին էլ ասել եմ սխալ է ձեր կուրսը, ձեր բռնած գործը, ձեր քաղաքականությունը ավելի լավ է գնացեք 8 տարի թալանիք բավարարվեք։ Հիմի նախկինները ինչ արել են նախկինները մենք մերժել ենք։ Հիմա նորից նախկինները մտցնում եք մեր աչքը որ ինչ։ 18 թվին ես էլ հույս ունեի որ փոփոխություն անելով ինչ որ հարց կլուծվի, բայց որ տեսա Նիկոլն ու հայտարարում է, եթե ես կլինեմ վարչապետ կամ ես կլինեմ կամ ոչ մեկը, ես եմ ու ինչա դու հավերժ վարչապետ ես։ Ով է քեզի տվե կամ վարչապետը ինչ իրավունք ունի երգիրը տնի դիլիմ ծախի։ Հիմի հանձնում է ծախում է, ես չգիտեմ։ Ալիևի Էրդողանի ահի տակ մարդը երգիրը բաժանում է։ Խելքի արի, մտքերդ հավաքի ու ճիշտ արտահայտվի։ Ոչ թե բորբոքվում ես ինչի համար, քո գիտելիքների վրա, որ չես կարում բառը նորմալ արտահայտվես։ Այ որ արեցին հանդիպեք Փաշինյանին, ինչ հարց կտայք, ինչ կասեք։ Կախի այդ 52,000-ով պարոն Փաշինյան դու կարող եք ապրել։ Որ թոշակառուն ապրի այդ 52,000-ով։ Սոցիալական հարցումը տա, թե ամեն ինչը տա, թե խորքի պետական հարցեր լուծի։ Գար ջուրը փագի, չի կարող ապրի։ Փաշյանը կարող է ապրել 52,000 դրամով։ Քիչ չեմ խոսա, որովհետև Փաշյանը մեր ղեկավարն է, բայց խորքի մեկ ինքը իր երեխաներով 52,000-ով կապրի, չի ապրի։ Որովհետև ամեն ինչն էլ հիմա էկովադրության թանկացել է օդիդով։ Կասեի Փաշինյան, քանի ուրիշ բան չէր, սուս-փուս թող հեռացի այս երկրից, որ ժողովուրդը քեզ չտենան։ Ինքը պեշկա էր, ով է տեսե հանցագործը, քրեական հանցագործին, բերտից հանեն բերեն, մի ամիս հետո ասեն արի դու ղեկավար աշխատի։ Քաղաքի պետության վարչապետ, դա խելքի մոտիկ բան է, չէ։ Այդ ամենավերջի, ոնց որ ասում է, խուլիգանություն է։ Խորհրդի կարգով իրանք ասում որ մի քիչ խելք հավաքի եւ հեղափոխվի, իսկական հեղափոխություն արա։ Այսօր Ալեն Սիմոնյանի պահվածքը ինչ ասում։ Արտուր Հովհաննիսյանի պահվածքն ինչ ասում։ Գրագետ խելացի մարդկանց ասում ականջներդ կկտրեմ։ Էդգար Ղազարյանի նման ինքը կարող է այդքան գրագետ խելացի մարդ է։